Այսօր մենք կխոսենք մտքի թռիչքի անհրաժեշտության մասին։ Սակայն որպեսզի հասկանանք, թե ինչու է պետք մտքի թռիչքը, պետք է նախ եւ առաջ հասկանալ, իսկ որն է հակառակի չարիքը, այսինքն որն է նեղմտության չարիքը։ Եվ ցավոք սրտի այդպես չէ, որ դա այժմյան խնդիր է, որովհետև նեղմտությունը մշտապես կար եւ մշտապես հենց մարդկության ուղեկիցն է, երբեմն ավելի շատ է արտահայտվում, երբեմն ավելի քիչ, եւ մենք կփորձենք ներկայացնել մեր Հայաստանի իրավիճակը, որպեսզի առավելագույնս ընկալենք, թե ինչքան մեծ չարիք է փաստացի նեղմտությունը։ Եվ այդպես պարզ բաներից սկսենք, որովհետև նեղմտության դրսևորումները մենք տեսնում ենք ցավոք սրտի ամեն քայլափոխի։ Երբ որ քայլում ես փողոցով եւ լսում ես մարդկանց խոսակցությունների փոքրիկ մասերը եւ ընկալում ես իրենց նեղմտությունը, երբ որ նստում ես հանգարց սրճարանում եւ կողքի սեղանին տեսնում ես մարդկանց, որ իբր թե միասին են եկել, բայց ոչ միայն ամեն մեկը մենախոսություն է վարում, եթե հանկարծ խոսում են, այլ մնացածն էլ ամբողջությամբ ընկղմված են հեռախոսի մեջ, որտեղ պրիմիտիվագույն խաղեր են խաղում։ Տեսնում ես այդ նեղմտությունը տարբեր մակարդակներում, սկսած սովորական մարդկանցից մինչև իշխանություններ, եւ դա ցավոք սրտի հիրավի համատարած է։ Ու նույն նեղմտության դրսևորումն է, երբ որ խոսում են ձյան կամ անձրևի մասին, որ երբ որ ամբողջ աշխարհում այդ գլոբալ տաքացման հետ միասին մենք տեսնում ենք երաշտի խնդիրներ եւ Հայաստանում եւս բարբերաբար լրջագույն երաշտ է ու համենայն դեպս մեր մի շարք գետեր, որոնց համար մեր երկիրը ժամանակին անվանվում էր Նաիրի շատ գետերի երկիր, հիմա գետերի ճնշող մեծամասնությունը չորացել են լճերը եւ Պարսկաստանում մեր Ուրմիա լիճը եւս չորացել է ու այդ ամբողջի ֆոնին յուրաքանչյուր անձրևը կամ ձյունը գանձ է, բայց փոխարեն ուրախանան բոլորը գրեթե ամեն քայլափոխին կրկնում են այդ սարսափելի ձայնարկությամբ ուֆ, ինչու ձյուն եկավ կամ ինչու անձրև եկավ, եւ նույնիսկ ամռանը այդ սարսափելի շոքին, որ ընդհանրապես շնչելու օդ անգամ չի մնում, երբ որ բարեբեր կարիքցանքի անձրևը իջնում է երկնքից, ճնշող մեծամասնությունը կանանց մեկ էլ հանկարծ ասում է նորից այդ սարսափելի ուֆ, ինչ վատ է մազերը նոր ֆենելի։ Սա է իրողությունը, եւ դա սարսափելի նեղմտության դրսևորումներից մեկն է։ Այն ժամանակ, որ առանց ձյան անհնար է, առանց ձյան մենք բավարար քանակի ջուր չենք ունենա, բայց մարդիկ իրենց նեղմտությամբ ասում են ոչինչ, Երևանում անընդհատ խողովակներում ջուր կա։ Որտեղից է գալիս այդ ջուրը։ Բայց նեղմտությունը մեկ քայլից ավել մտածել թույլ չի տալիս։ Եվ այդպես նայում ես շուրջը ու տեսնում ես հաջորդ դրսևորումները, որ ընդհանրապես ցավոք սրտի կին լինելով ես պետք է ողբալով ասեմ, որ ցավոք սրտի այդ նեղմտությունը առավելագույնս դրսևորվում է կանանց մոտ, որ նայում ես, մտածում ես տիեզերքի ամբողջ գաղտնիքները, երկնքի զորությունը, թեկուզ այդ ջրի տակ գտնվող ամբողջ գանձերը, ոչ մի բան նրանց չի հետաքրքրում բացի առօրյական բամբասանքներից եւ ոչ այլ բան, ու այդ նորից ու նորից կրկնվող ձայնարկությունը։ Եվ այստեղից հետո մտածում ես, նայում ես, երբ որ շուրջը տեղի ունեցող ամբողջ խնդիրները, երբ որ մեր Հայաստանի այս սարսափելի իրողության մեջ, երբ որ իշխանությունները ամբողջությամբ հանձնում են մեր հայրենիքը, երբ որ հանձնեցին մեր սուրբ հողերը, երբ որ դավաճանում են Հայաստանը ամեն քայլափոխին, երբ որ Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս ուժն է տիրում աշխարհում եւ ըստ այդմ կարող է ցանկացած պահին հարձակվել, նրանց մտքերը չեն բարձրանում եւ ոչ մի քայլ եւ լավագույն դեպքում բողոքում են ենթադրենք հիվանդանոցներում թանկ գներից եւ ոչ այլ բան։ Այն պարագայում, որ նույն ձյունը, եթե սառույց է, այո, սառույց է ամբողջ փողոցում։ Ձյան պատճառն է դա արդյոք, ոչ իշխանությունների, որ նույնիսկ դրա վրա գումար չեն ծախսում, որ ձյունը մաքրեն, այն պարագայում, որ նոր ասեցին 3.5 միլիարդ ծախսել են իրենց պարգևատրելու վրա։ Նորից նեղմտության դրսևորում է։ Նեղմտության դրսևորում է նաև, երբ որ իշխանությունը հարձակվում է եկեղեցու վրա, բայց փոխարենը սարսափեն դրանից եւ անհապաղ պայքարեն, մարդիկ թույլ են տալիս իրենց, մեր երեխեքից մեկը պատմում էր, որ ասում են
Հասնում է այսինչ քահանային, որովհետև այսինչ օր իրենք անջեցի կնունքի ինք ասից ես այդ օրը զբաղված եմ, ոչ թե զբաղված, դե որ տենցը պայքարեմ իրենց դեմ։ Սա է այդ նեղմտության դրսևորումը, գիտեք, ծանր հիվանդության նման ամբողջ տեղեր անցնում այդ քաղցկեղի նման, որ տարածվում է եւ ամբողջ հասարակության վրա այլևս ազդում է եւ սկսում է թվալ, որ դրա տակից փրկություն չկա։ Ու այդ նույն նեղմտության դրսևորումներն են, երբ որ նայում ես, մտածում ես ժամանակակից աշխարհում, գիտեք, Հայաստանում, նույնիսկ ես վերջերս սկսել էի մտածել, որտեղ ավելի շատ երեխաները գնում են լրացուցիչ խմբակը։ Կկարողանանք պատկերացնել։ Լավ ֆուտբոլը, այո, բայց երկրորդ տեղում երգն է։ Երգը։ Հայաստանում երգը։ Աղջիկս գնում է դոկենդոյը, թե դոկանդոյը, այդպես է չիմացանք, բայց համենայն դեպս, որովհետև այո աղջիկ է, բայց ես վստահ եմ, որ մենք բոլորս պետք է կարողանանք պատրաստված լինել ու գոնե այս սերունդը պետք է հասկանա պայքարի խորհուրդը։ Եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դուք ասելու եք սպասի մենք ձեզ հետ ֆուտբոլ խաղանք կամ մի հատ երգենք ձեզ համար։ Սա էլ է նեղմտության դրսևորում։ Եվ գանձ համարում են չգիտես ինչի զուտ երգողներին։ Սա նույն նեղմտության դրսևորումն է։ Նույն նեղմտության դրսևորումը, գիտեք, ես երեք ծնողական ժողովի, իհարկե ամեն անգամ գնում եմ, ամեն անգամ ստրես է, ամեն անգամ մտածում եմ, երբեք չեմ գնա, բայց հայտնի անեկդոտի նման չգիտես ինչու նորից գնում եմ, եւ ամեն անգամ ես սարսափում եմ, որովհետեւ նայում ես, մտածում ես մանր մտքեր, մանր կյանքեր, մանր նպատակներ, մանր պատկերացումներ եւ ոչ մի քայլ դրանից ավել եւ ոչ մի ձգտում դրանից ավել եւ դա հանցագործություն է իրենց հանդեպ, բայց դա հանցագործություն է նաեւ երեխաների հանդեպ եւս։ Ու այս ամբողջը սարսափելի է։ Ինչու? Որովհետեւ երբ որ այդպես պատկերացնում ես որն է ճարիքը, գիտեք ինչու է սա այլ ավելի մեծ ճարիք, որովհետեւ Նիկոլը շոշափելի ակնհայտ ճարիք է։ Նիկոլին նայում ես, ասում ես, ահա, սա հրեշ է եւ ես պետք է պայքարեմ դրա դեմ։ Ու ես գիտեմ, որ ինքը ճարիք է, ու ես գիտեմ ճարիքի դեմքը, ու ես նույնիսկ գիտեմ, թե ինչպես կարելի է պայքարել իր դեմ։ Բայց այս ճարիքը շատ ավելի ոչ ակնհայտ է։ Այս ճարիքը շատ ավելի տարածվում է, եւ այս ճարիքը շատ ավելի թաքուն է, բայց ազդում է բոլորի վրա։ Ճահիճ է, որ բոլորին քաշում է։ Ճահիճ է եւ վարակ է, որ ցավոք սրտի վարակում է բոլորին։ Ըստ այդմ նեղմտություն նույնիսկ ավելի մեծ ճարիք է, քան մնացածը, որ մենք կարող ենք պատկերացնել, որովհետև նեղմտությունը ամբողջությամբ նսեմացնում է մարդուն, ամբողջությամբ նսեմացնելով մարդուն ազդում է բոլորի վրա եւ այլևս այդ ամբողջ բեռի տակից չես կարող դուրս գալ։ Հետո երբ որ մտածում էի, որ վերջերս ինչ որ մի քանի դաս առաջ երևի թե մենք դաս ենք արել մեզ հարցրու, դրա մասին էինք խոսում ու այդ ժամանակ ցիտել էի Ստրուգացկիների խոսքերը ու դրա նման է հիմա նորից, որ այնտեղ մի հերոսը հարցնում է մյուսին, ասում է, իսկ ինչից ես դու վախենում, ինքը ասում է խավարից, հարցնում է մթությունից, այսինքն, ասում է ոչ, մթությունից էլ իհարկե, որովհետև մթության մեջ չարքերը շատ են, բայց ամենաշատը վախենում եմ խավարից, որովհետև խավարի մեջ բոլորը դառնում են գորշ։ Այս գորշությունը ավելի մեծ վտանգ է անգամ, քան սև գույների սարսափը, որովհետև սևը ակնհայտ է եւ ակնհայտ է իր դեմ պայքարելը։ Գորշության դեմ թվում է, որ պայքար չկա։ Գորշության դեմ թվում է, որ այն այնքան շատ է, որ դու նույնիսկ չես ունենա տեղ, որում կկարողանաս լույս վառել։ Ու սա կարող էր լինել հուսահատեցնող, բայց մենք գիտենք ճանապարհը։ Եվ ցավոք սրտի դա չի թողնում տեղ նույնիսկ ուրախության երբեմն։ Մենք իրոք շատ ավելի քիչ ենք ժպտում, քան մենք ուզում ենք ժպտալ։ Ու երբեմն ես ասում եմ, երբ որ հանկարծ ծիծաղում ես, մենք զգում ես, որ մկանները նույնիսկ լարվում են։ Ցավոք սրտի սա իրոք ուրախության տեղ չի տալիս։ Բայց մենք ունենք բոլոր հարցերի պատասխանները։ Անկախ դրանից, որ միակ բանը ըստ այդմ, որ պահում է այստեղ, դա պատասխանատվությունն է եւ ոչ այլ բան։ Եվ երբ որ մտածում եմ, նորից ոնց որ այդ դասի ժամանակ ասեցին, որ ինչպես ենք մենք տարապում, երբ որ ամբողջը խավարի մեջ է եւ
լույսի աղբյուրները խավարման մեջ են եւս։ Ու սա իրոք շատ դժվար է, բայց ես ունեմ պատասխաններ եւ ըստ այդմ մենք դիտարկում ենք 3 տարբեր մակարդակներով։ Մենք դիտարկում ենք հայրենիքի մակարդակով, դիտարկում ենք աշխարհի մակարդակով եւ դիտարկում ենք անհատականության։ Եվ երբ որ դիտարկում ենք հայրենիքի մակարդակով, ապա նորից սարսափում ենք հիրավի։ Սարսափում ենք, որովհետեւ մտածում ենք մի կողմից այն, որ անընդհատ ասում է ժողովրդավարության սուտը։ Ժողովրդավարությունը ընդհանրապես հնարավոր չէ, որովհետև ինչպես կարող է այս գորշ զանգվածը որոշել, թե ինչպիսին պիտի լինի աշխարհը, եթե նույնիսկ իրենց ծրագրերը, նույնիսկ փոքր հանդեսների համար ոչ թե նվազագույն են, ոչ թե նվաստ են, նվաստից էլ ցածր են։ Ինչպես կարող են իրենք թելադրել, թե ինչպիսին պիտի լինի պետությունը, եւ դրա համար ես իհարկե դեմ եմ ժողովրդավարական արժեքների։ Սակայն դրա հետ մեկտեղ, երբ որ նայում ես, մտածում ես, կարևոր է հասկանալ պատճառները։ Եվ երբ որ մտածում ես պատճառների մասին, մի քիչ ավելի քիչ մեղադրում ես բոլորին, որովհետև պատճառները կրթության պակասն է, այս ամբողջ 30 տարվա ընթացքում կրթության պակասը եւս ես մեծ եմ տարիքով ու գոնե բազային կրթությունը ստացել եմ սովետական միության, թեկուզ բուհը արդեն անկախ Հայաստանում, բայց գոնե բազային կրթությունը ստացել եմ սովետական միությանից։ Եվ սովետական միությունը ինչ որ ձևով օրինակ էր, որովհետև չարիքով սկսվեց, բայց հետո միևնույնը կրթությամբ կարողացան չարիքը տրանսֆորմացնել բարին, եւ լավագույնը հենց կրթության համակարգն էր։ Եվ ըստ այդմ, երբ որ այդպես նայում ես, մտածում ես, այդ հայկական խոսակցական մակարդակում ասվող չտեսությունը, որ ցավոք սրտի փաստ է, այդ մեքենաների քանակը, կահույքի քանակը, որ բոլորը տներում լցնում են, տարբեր զգեստները եւ այլն, այդ ամբողջը դրա արտահայտումն է, հենց դրա դրսևորումը։ Իսկ դրա յետևում ի՞նչն է, բարդույթները։ Որովհետև երբ որ մարդ կայացած է, ինքը այլևս ոչ մեկին ոչ մի բան ապացուցելու չունի, բայց երբ որ կայացած չէ, ինքը անընդհատ փորձում է ինչ-որ բանով դրսևորվել, ավելի շատ շրթունքներով, ավելի շատ մեքենաներով, ավելի շատ զգեստներով, ավելի շատ կռիվներով եւ դրանով են բացատրվում այդ տարբեր կռիվները, որ փողոցներում տեղի են ունենում եւ որը եւս սահմռկեցուցիչ է։ Սա է պատճառը, խորքային բարդույթները, իսկ ինչու բարդույթներ, որովհետև մենք չենք գնում այն ճանապարհով, որով որ պետք է որ գնայինք, մենք ամբողջ ազգով։ Թեկուս առանձին անհատները գնում են իհարկե։ Սա է։ Եվ այդ ժամանակ, երբ որ մտածում ես, լավ, սարսափելի, այս ամբողջ ճահիճի պատասխանը, որը կարող է լինել, մենք ունենք լուծում։ Լուծումը արիստոտելյան համակարգն էր, երբ որ Արիստոտելը դեռ քանի դար առաջ հայտարարեց, որ ամենամեծ սխալներից մեկը, երբ որ ծնողը մտածում է, որ երեխայի դաստիարակությունը դա միայն իր գործն է, ոչ, դա պետության գործն է առաջին հերթին։ Սա Արիստոտելի խոսքերն էին, որովհետև ինքը ասում էր ծնողները տալիս են մարմին, բայց ամբողջ պետության քաղաքացի են մեծացնում, եւ ըստ այդմ դա պետության գործոնն է, դա պետության ֆունկցիան է, որ պիտի մեծացնի արժանապատիվ քաղաքացուն, բայց մեր պետության մեջ արժանապատվությունը չի գնահատվում, առավելագույնս չի գնահատվում այժմ եւ չէր գնահատվում Քոչարյանի ժամանակ, եւ սա է պատճառը, որ մենք ունենք այս սարսափելի իրողությունը, որում այս ամբողջ գորշության մեջ Նիկոլը բնական է, որովհետև գորշության մեջ հենց սևն է իշխում, ոչ երբեք լույսը։ Ըստ այդմ մենք ունենք ճանապարհ, կրթություն պարտադրանքով եւ իհարկե առաջին հերթին ըստ այդմ վերադառնում ենք Նիկոլ Դավաճան, որը պետք է անհապաղ դատվի եւ լինի լավ իշխանություն, որը կունենա ճիշտ կրթություն եւ ամբողջը Կոնֆուցիոսի 7 տարվա մեջ կփոխվի։ Հիմա երկրորդ մակարդակը, երբ որ մենք նայում ենք իսկ ամբողջ աշխարհը, եւ ամբողջ աշխարհը մենք տեսնում ենք հետեւյալը։ Մենք բուդդայականության ճանապարհով ենք գնում։ Եվ մեծն արթնացած ասում էր, որ ամբողջը պատրանք է, բայց առաջին հերթին սանսարա է։ Այս ամբողջ տառապանքը սանսարա է։ Եվ տառապանքը սակայն ոչ անընդմեջ ենք մենք տեսնում։ Մենք, որ խորհում ենք անհաստատունության, անցողիկության եւ ըստ այդմ տառապանքի մասին, պատրանքային բնույթի, մենք տեսնում ենք, բայց մնացածը այն ակնհայտ տառապանքները անընդհատ չէ, որ լինում են կյանքում, փառք Աստծո։ Շատ լավ, որ ոչ անընդհատ են լինում մարդկանց մոտ տառապանքները, բայց
այդ կոծկված ճարիքը ցավոք սրտի ոչ ակնհայտ է, բայց այս ամբողջ գորժությունը Սանսարայի իրական դեմքն է։ Եվ մենք ունենք դրա պատասխանը եւս։ Գնում ես ճիշտ ճանապարհով, նպաստում ես բոլոր շնչոխեակների զարգացմանը եւ աստիճանաբար բոլորը դուրս են գալիս Սանսարայից։ Սա ծանր ճանապարհ է, բայց այլը չկա։ Եվ այդպես մենք վերադառնում ենք արդեն անհատականության մակարդակի եւ այստեղից մենք ասում ենք, որ միշտ նույնիսկ այդ բոլոր մարդիկ, ովքեր ամբողջությամբ ընկնված են գորշության մեջ, նրանք թերևս գերան են։ Ոնց որ միշտ զուգահեռով ասում ենք, այդ գերանից տաշվում է, դուրս է գալիս փայտի մարդուկ, դրանից հետո տաշվում է եւ աստիճանաբար դառնում է մարդ, որպեսզի մարդ լինելով աստիճանաբար դառնա Աստված ձգտելով դեպի երկինք։ Եվ այդ ճանապարհը հիրավի արկա է, որովհետեւ յուրաքանչյուրի մեջ կա Բուդդայի լույսը, կամ էլ քրիստոնեական լեզվով ասած, որովհետեւ ի հեճուկս այդ գորշության մենք արարված ենք Աստծո կերպարանքով եւ նմանությամբ, եւ հենց այդ պատճառով էլ միտքը պետք է բացվի։ Ու ոնց որ Տիբեթում ասում են, բացիր միտքը օվկիանոսի նման լայն, եւ այդ ժամանակ, թեկուս այո, կմնան Սանսարայի բարդությունները, թեկուս այո կմնան բոլոր խոչընդոտները, թեկուս այո ճարիքը չի անհայտանա, բայց Գարուդայի նման թրջում ես եւ հասկանում ես, որ ճանապարհդ ազատ է, բայց պահում է միայն պատասխանատվությունը։